Եթե բախումը խորանա, ում կողմից կլինեք դուք Նիկոլ Փաշինյանի թե Վեհափառի։ Նժդեհի, որպեսզի երկար բարակ բաներ չասեմ։ Եկեղեցու մասին չեմ ուզում բան ասեմ, մեր Սուրբ եկեղեցին է։ Դրա մարդկային անունն էլ ընդհանրապես որ վատանում եմ։ Ես այսօրվա օրս համարում եմ փչացած։ Ոչ մեկի Երևի ոչինչ բան չեմ կարող ասել Ազիզ ջան։ Եղբոր տղա եմ կորցրել հենց Թուրքի ձեռքով։ Պարզա որ ոչ նրա ոչ նրա։ Վեհափառի Փաշինյանին ատում ենք, հենց բանարա։ Ձայնակրի ու ցույց տուր այդ խելագարը։ Վեհափառ։ Արդեն ձեզ պիտի պարզ լինի։ Պարզ չի, կասեք։ Պարզա, պարզ։ Բախման մասին է խոսքը։ Պետություն եկեղեցի, տեղյակ չեք ինչ է կատարվում։ Ես չէի ուզի, որ այդքան սրվեր այդ հարցը։ Բայց եթե սրվի, որովհետև փաստացի Ես բանակների չեմ բաժանվում, պետությունը իմ համար մեծ գերագույն արժեք է։ իսկ եկեղեցին Եկեղեցին ըստ սահմանադրության պետությունից անջատ է։ Ու այդ երկու կողմներ դա պիտի հաշվի առնեն։ Երևի ոչ մեկի։ Չգիտեմ, այս կարգավիճակը ահավոր։ Ոչ մեկի։ ինչու։ Ոչ մեկին չեմ ընդունում որպես ճիշտ մարդ։ Չեմ կարող ասել։ Ոչ մեկի կողմից չեմ լինելու։ Ոչ մեկի։ Աստծո կողմը բավական է այդքան։ Վեհափառ։ Ոչ մեկի։ Վեհափառի։ Գոլի ոչ էլ վեհափառի, թող ամեն մեկը իր համար իր տեղը նստել։ Ինչու ոչ մեկի կողմից չեք։ Որտե ոչ նայա նորմալ ղեկավարում, ոչ էլ նրա վրա հույս ունենք։ Վստահություն չկա ոչ նրա վրա, ոչ նրա վրա։ Խելքը գլխին գրագետ մարդ է պետք մեզ ղեկավարելու երկիրը։ Դրանցից ոչ մեկը ղեկավար չի դառնա։ Արդեն մի քանի օր է Նիկոլ Փաշինյանը թիրախավորում է հայ առաքելական Սուրբ եկեղեցին եւ հոգեվորականներին։ Նրա այս արշավին է միացել Աննա Հակոբյանը, նաեւ շատ այլ ԿՊԱ-կաններ։ Նիկոլ Փաշինյանն էլ օրերս նորից գրառում է արել իր Facebook-յան էջում, մեղադրելով կաթողիկոս Գարեգին II-ին ապօրինի երեխա ունենալու մեջ եւ նշել է, եթե Գարեգին II-ը խախտել է կուսակրոնության կանոնը, ապա նա պետք է հրաժարվի կաթողիկոս լինելուց։ Օրագիր Նյուզի հարգելի հետևորդներ, եթե այս բախումը խորանա, ում կողմից կլինեք դուք Նիկոլ Փաշինյանի թե Վեհափառի։ Մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը։